Ձեր վերջին սննդընդունումը պետք է լինի քնելուց 3 ժամ առաջ, նվազագույնը, ասենք ինչու։ Իրականում, երբ որ մենք ընթրիք չենք կատարում, բաց ենք թողում ընթրիքը, սա նպաստում է, որ հաջորդ օրվա ընթացքում մենք ունենում ենք թույլ էներգիա, վատ ինքնազգացողություն, նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ որ կատարում ենք ընթրիքը քնից 1-2 ժամվա ընթացքում։ Ճիշտ է, վերջի սննդընդունումը լինի քնից 3-4 ժամ առաջ եւ ընթրիքին ափսեն հարկավոր է լինի սպիտակուցային եւ բանջարեղենային մթերքներ, ավելի թեթև, ավելի քիչ քանակությամբ, քան մեր ճաշի ափսեներ եւ ցանկալի է, որ երեկոյան ժամերին մենք ածխաջրեր չօգտագործենք, սա կօգնի, որ մենք ունենանք լիարժեք քուն, օրգանիզմը ավելի հեշտ կվերականգնվի եւ առավոտյան ավելի թարմ կլինենք։ Փաստորեն միֆ է, որ օրվա ընթացքում եթե քո անհրաժեշտ կալորիաները չես սպառել, կարող ես դա անել գիշերը։ Այո, իրականում չի կարելի, այս քայլով մենք կնպաստենք մեր նյութափոխանակության խանգարմանը